Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի նախագծման փուլում կառավարությունը սահմանում է եկամուտների և ծախսերի ցուցանիշներ, համապատասխանեցնելով դրանք երկրի տնտեսական աճի կանխատեսումներին և ռազմավարական առաջնահերթություններին։ Ըստ Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին օրենքի, բյուջետային տարվա ավարտից հետո 2024 թվականի պետական բյուջեի կատարողականը կատարման տարեկան հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը պետք է ներկայացնի ազգային ժողով մինչև հաջորդ տարվա 2025 թվականի մայիսի 1-ը։ Եկեք տեսնենք կատարողականի տարեկան հաշվետվությամբ քանի տոկոսով են աճել կամ նվազել կրթության ոլորտի ծրագրի հատկացումները նախագծով հաստատված բյուջեի համեմատ։ Այլ կերպ ասած, դիտարկենք, թե որքանով են համապատասխանել կատարված ծախսերը նախապես նախատեսված բյուջետային հատկացումներին։ Ըստ 2024 թվականի պետական բյուջեի նախագծի, կրթության ոլորտին նախատեսվել էր հատկացնել 318.3 միլիարդ դրամ 14 բյուջետային ծրագրերի իրականացման համար։ 2024 թվականի տարեկան հաշվետվությամբ այս ցուցանիշը նվազել է 60.4 միլիարդ դրամով կամ 19%-ով և փաստացի կազմել 257.8 միլիարդ դրամ։ Ծրագրերի մի մասը գերազանցել է նախագծով հաստատված հատկացումները։ Ըստ տարեկան հաշվետվության հանրակրթություն ծրագրի ֆինանսավորումը 4%-ով կամ 4.7 միլիարդ դրամով ավելին է, քան նախատեսվածը։ Հաջորդը նախադպրոցական կրթություն ծրագիրը, որի ֆինանսավորումը 30.3%-ով կամ 831.9 միլիարդ դրամով ավելին է նախագծով հաստատված։ Դպրոցների սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացման ծրագրի ֆինանսավորումը 38%-ով կամ 3.9 միլիարդ դրամով ավելին է, քան նախատեսվածը։ Ապահով դպրոց ծրագիրը ամենաբարձրն է գերակատարման ցուցանիշով 61.6% կամ 604.6 միլիոն դրամով։ Հարկ է նշել, որ որոշ ծրագրերի հատկացումները համեմատած նախագծով հաստատվածի նվազել են։ Մեր առաջին ծրագիրը նախնական արհեստագործական և միջիմասնագիտական կրթություն ծրագիրն է, որի հատկացումը նախագծի համեմատ նվազել է 22%-ով կամ 3.5 միլիարդ դրամով։ Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրի հատկացումը 10.3%-ով կամ 3.7 միլիարդ դրամով։ Հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնում, կառուցում, բարելավում ծրագրի հատկացումը ամենաշատն է նվազել համեմատած նախագծով հաստատված բյուջեից 67.7% կամ 62.9 միլիարդ դրամով։ Ի վերջո, կարևոր է ապահովել բյուջետային ծրագրերի ճշգրիտ պլանավորում և իրականացման վերահսկողություն, որպեսզի պետական միջոցներն առավելագույն արդյունավետությամբ ծառայեն կրթության ոլորտի բարելավմանը և ռազմավարական նպատակների իրագործմանը։